Նիկոլի կառավարման տարիները փաստերով եւ ըստ ժամանակագրության 2018-ից մինչեւ 25 թվականները Հայաստանում ձևավորվեց մի շրջափուլ, երբ պետությունը սկսեց կորցնել վերահսկողությունը սահմանների վրա, տապալեց բանակցային գործընթացը, ընկավ անվտանգային համակարգի հեղինակությունը եւ սկսեց կտրուկ վատթարանալ բնակչության սոցիալական վիճակը։ Անցնենք փաստերով առանց ռոմանտիկայի։ 2018 թվականին Թավշյա հեղափոխությունից հետո Երևանը մի քանի շաբաթ գտնվեց անկառավարելի վիճակում։ Ցույցերից, փակված փողոցներից եւ համընդհանուր էյֆորիայի պայմաններում արձանագրվեց մանկահասակ երեխայի մահ, որպես քաղաքում ստեղծված քաոսի հետևանք։ Դա թերևս առաջին մահն էր։ Նույն տարվա ընթացքում սկսվեց եկեղեցու դեմ արշավի առաջին փուլը՝ Նոր Հայաստան, Նոր Հայրապետ կարգախոսով։ Սա առաջին ազդակն էր, որ նոր իշխանությունը պատրաստվում է մտնել նաև հոգևոր դաշտ։ 2018 թվականի հոկտեմբերի 6-ին սպանվեց Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը։ Գործը հասարակության համար մնաց բազում հարցերով։ Աշնանը սկսվեց Ամուլսարի հարցի շուրջ բողոքը, եւ իշխանությունը գործնականում ցույց տվեց, որ պատրաստ է գնալ հանքի բացման ճանապարհով ի օգուտ օտար կապիտալի, նույնիսկ եթե կա վտանգ երկրի եւ մարդկանց համար, եւ դա արվեց հասարակական լուրջ դիմադրության պայմաններում։ Իսկ ինչ հետևանք ունենա հանքի շահագործումը, հղումը կթողնեմ մեկնաբանություններում։ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին անցկացվեց արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ինչի արդյունքում գործող իշխանությունը ձեռք բերեց գործնականում ամբողջական մոնոպոլ վերահսկողություն։ 2019 թվականին նույնպես անցավ կասկածելի մայրով։ 19-ին արդեն սկսեցին երևալ իշխանության ներքին անվտանգային ուղղությամբ ճեղքեր։ Սեպտեմբերի 23-ին իր տանը գլխի հրազենային վնասվածքով մահացած գտնվեց Հայաստանի Հանրապետության նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, մարդ, ով կարևոր կարգավիճակ ուներ մարտի 1-ի գործով։ Իսկ նոյեմբերի 28-ին կասկածելի հանգամանքներում մահացած գտնվեց Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը։ Նույն տարում սկսվեց նաև սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամը։ Իշխանությունը գործնականում փորձեց փոխել սահմանադրական դատարանի կազմը եւ դա միջազգային հանրության կողմից ընկալվեց որպես դատարանի վրա քաղաքական ճնշում։ 2019-ի ընթացքում աճեցին նաև բանտերում բռնի դեպքերը, սպանությունները, ինքնասպանությունները։